Քանի որ այսօր ամբողջ օրը անցկացնելու ենք թատրոնում, որոշեցի ձեզ համար վլոգ նկարել։ Հասնում ենք թատրոն եւ միանգամից իջնում ենք բեմ առաջին ներկայացման փորձին։ Փորձից հետո բարձրանում եմ գրիմանոց եւ սկսում եմ պատրաստվել։ Այստեղ արդեն ինձնից շատ գոհ ուզում եմ իջնել բեմ, բայց հիշում եմ, որ ներկայացման բարիկը մոռացել եմ։ Այ հիմա ես լրիվ պատրաստ եմ, ամեն ինչ իր տեղում է եւ սկսում ենք առաջին սեանսը անբան հուրի ներկայացման։ Հաջորդ սեանսը ես եմ։ Այս ներկայացման մեջ ես խաղում եմ երկու կերպար՝ գյուղացի կին եւ երկրորդը գորտ։ Առաջին սեանսից հետո ունենք մոտավորապես 1 ժամ հանգստանալու համար եւ պատրաստվելու երկրորդ սեանսին։ Я знаю, что я королева. Ոնց հասկանում եք, իմ եւ մեր լուսային ռեժիսորի պարերն անմահական են։ Վերջացրինք խաղալ մեր երկու սեանս անբան հուրին եւ ես միանգամից սկսում եմ պատրաստվել երեկոյան ներկայացմանը։ Հարդարում եմ մազերս եւ միաժամանակ կրկնում ներկայացման տեքստերը։ Դե հետո պետք է մի քիչ նաեւ ուտել, իսկ հետո ես ու Աննան հասկանում ենք, որ պետք է մի քիչ կտրել իմ մազերը, որ իդեալական մազերս հարդարվեն։ Իջնում եմ բեմ, մի քիչ մարզվում եմ եւ սկսում ենք մեր ներկայացման փորձը։ Փորձից հետո բոլորս վերջնական պատրաստություն ենք տեսնում եւ իջնում ենք բեմ։ Իմիջիայլոց պետք է նշեմ, որ այս ներկայացումը իմ ամենասիրելիներից է, իսկ ներկայացման անունն է Յամա։ Ներկայացումից հետո շատ սպառված ու հոգնած, բայց շատ ուրախ իրար հրաժեշտ ենք տալիս եւ բարձրանում գրիմանոց մեր զգեստները դասավորելու եւ խոսելու նրա մասին, որ պետք է գրիգի գրիմանոցի հայելին մաքրվի։ Ճիշտ է, այս երկար եւ հոգնածուցիչ օրվանից հետո պետք էր գնալ տուն, բայց մենք որոշեցինք մի փոքր հաց ուտել դրսում եւ դրանից հետո նոր ուղևորվել դեպի տուն։ Իսկ եթե հավանեցիք նման ֆորմատի եւ կուզենաք ավելի շատ նման վիդեոներ տեսնել իմ էջում, ապա սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Պակա-պակա, բրատվա։